ապա ներսի կառույցները, կուսակցությունները, քաղաքական խմբերը, եկեղեցին կարող է այդ հարցը բարձրացնել, որը չի կարող լինել պետության խոսքը։ Տարբերակներից մեկը դա։ Հասկանում եք, դա լավ հնարք է, որ եկեղեցին դա բարձրացնի, այսինքն դու կարող ես քո Արցախի ներքին շերտերին թույլ տալ իրենք այդ խնդիրները բարձրացնեն, չէ՞ որ վերջին հաշվով դրանք արդար խնդիր են։ Այդ 560 եկեղեցի պահպանության խնդիրը օրինակ ով չի կարող ընդունել, որ կազմակերպության դուր ծծեց, ասես իմ հուշարձանները այնտեղ ոչինչ անում են, ով քեզ պիտի մեղադրի դրա համար։ Դու մի ասենք թե, բայց այդ հնարքից գոնե կիրառի, այդ հնարքից գոնե օգտվի, ինքը դա էլ է մերժում։ Թե չէ կաթողիկոսի ասածը ինչ էր, այդ եկեղեցիների պաշտպանությունը հոգևոր մշակութային արժեքների պաշտպանություն կամ ինքնության պահպանությունը։ Ոնց կարող ես դու տակնու վրա անել դասագրքով, հիշողությամբ, չգիտեմ, գեղագիտական հայեցակարգ կոչող իր ապուշությամբ, որ նույնիսկ գլավլիտի ֆունկցիա են վերցրել իրանք, որ Հայաստանում դպրոցները, մշակույթի օջախները, նկարչական դպրոցները, գրողները, դերասանները իրավունք չունեն քարոզել վրեժ, պատերազմ, չգիտեմ, ցեղասպանություն, արևմտյան Հայաստան, Սփյուռք, դու դրանք իրավունք չունես անելու։ Աբսուրդի վիճակում ենք, բայց կրկնում եմ, այդ աբսուրդը երկար չի կարող բան անել, Նիկոլը կիրառել։ Պայթելու է, բայց պայթելու է, գիտեք, ինձ համար իշխանության գնալ գալը Նիկոլի, մի տարի հետո չի լինելու, բայց այդ արժեքները կարող են մնալ, եւ այն փաստաթղթերը, այն որոշումները, որ դու ընդունում ես, դրանք հաջորդ եկող իշխանությունների համար խնդրեմ կարող են լինել։ Հաջորդ իշխանությունը, եթե դու ավիրում ես ամբողջությամբ, ինչ են անելու իրենք։ Նույնիսկ իշխանության գալը կարող է արդեն դառնալ ոչ ձգտելի, ոչ նպատակ։ Ավիրակների վրա գաս ինչ անես, եթե պետականությունը ոչինչ ասում ես, եթե մի հատ հիմար սահմանադրություն կընդունես, որտեղ քո ծնդականը չկա, որտեղ եկեղեցին չկա, որտեղ դասագրքերը չկա, որտեղ այդ արժեքները ոտնահարված են, որ դու արդեն ստորագրել ես այդ ամենը։